կուսակցության գրանցումը վերջնական փուլում է եւ արագացված ընթացակարգով է կատարվելու, քանի որ այդ օրենքը կա 5 օրվա ժամկետով, 10 օրվա ժամկետով արագացված ընթացակարգով, ինձ թվում է այդ մասին հաջորդ շաբաթ կխոսենք։ Հիմա ինչ վերաբերում է ծրագրերին, կան մի քանի ծրագրեր, որ փաստաբանները հիմա զբաղվելու են առաջին հերթին, որպեսզի այս իշխանությունը զրկենք պետական ռեսուրսից, անպայման իրավապահ մարմինները եւ զինվորականները եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները չմասնակցեն ընտրություններին, այսինքն մենք դիմելու ենք, այսինքն մեր փաստաբանները հիմա փաթեթը պատրաստում են, որպեսզի դիմեն ընտրական հանձնաժողով եւ սկսենք ստորագրահավաքը, որը ոչ թե կլինի սահմանադրության խախտում, այլ կան երկրներ, որ ակտիվ զինվորականները կամ իրավապաշտպանները իրավունք չունեն մասնակցելու ընտրությունների։ Դա մի կողմից պետությանը զրկում է լծակներից, ստեղծում է հավասար մրցակցության դաշտ, մյուս կողմից օրենքի կիրառումը ճիշտ ձև է լինում, այսինքն իրավապահները պետք է ունենան լինեն քաղաքականորեն զսպված եւ նրանց մեջի կամ առավել բանակի մեջի պարակտումները ամբողջությամբ հանում են, այսինքն բանակում եթե զինվորը այսօր այս իշխանությունների հետ համաձայնություն չունի, որը որ մեծամասնություն է եւ հրամանատարը լինելով ինչ-որ կամակատար ստիպում է, որ նրանք գնան եւ քվեարկեն կամ նույնիսկ երկու զինակից, որ պոստերում են, ունեն քաղաքական այլ տեսակետներ, սա մեծ պարակտում է ստեղծում այդ բաժանմունքներում, էլ չասեմ ազգային անվտանգությունը, էլ չասեմ մյուս կառույցները, հատկապես որ երբեմն ստիպում են բաց քվեարկել։ Այո, դատավոր, դատախազ, այսինքն եթե մենք ուզում ենք անկախ դատարաններ, մենք պետք է դրանց նույնպես ազատենք, մի խոսքով դա ծրագրերից մեկն է կամ երկու այլ ծրագիր, որ հիմա չեմ ուզում ասել, որ պատրաստված չլինեն, այսինքն փաթեթը երբ պատրաստ կլինի, կդիմենք փաստաբանները կդիմեն իրավական կողմերն են հիմա վերջնական տեղադրում, որպեսզի այս իշխանությանը ընտրությունների ժամանակ ընդհանրապես այդ քաղաքական լծակներից զրկենք եւ կիրառենք ազնիվ եվրոպական մեթոդներ ու ելի եմ ասում հանենք այդ պարակտումը մի որոշ պարակտման հանելու միջոց անդրադառնանք, լինելու է նաև բողոքներ դատախազություն, գիտենք, որ այս պարագայում նրանք ձևական ընթացք են տալու այդ դիմումներին, բայց միևնույնն է լինելու են նրանք հավերժ չեն, այդ ձևական ընթացք տվողներն էլ կհասկանան, որ վաղն իրանք այդ ընթացք չտալու համար քրեական պատասխանատվության են ենթարկվելու։ Իսկ ձեր դատական գործընթացի հետ կապված առաջիկայում ինչ եք անելու, ինչ փուլում է հիմա, որովհետև որոշումը պետք է բողոքարկվեր, կարծեմ, թե չէ։ Այո, որոշումը մենք ստացել ենք 2 օր առաջ, մինչև որոշումը չես ստանում ամբողջությամբ, այսինքն ոչ թե քաղվածքը, որ դատարանի դահլիճում են տալիս, այլ որոշումը տևում է մոտ 10 օր, ստացել ենք 2 օր առաջ, որոշումը բողոքարկվելու է, ինչքան էլ ժողովուրդը ասեն, որ սա ողջունելի է, այո, կար դրական քայլ, որ գտնվեց մի դատավոր, ով որ Վճռաբեկի որոշման դեմ գնաց, բայց մյուս կողմից մենք սա նայում ենք աշխարհին ցույց տալու ինչ-որ բեմական սցենար, որ մեր մոտ կա դեմոկրատիա, այսինքն նորից իշխանությունների կողմից PR ենք տեսնում, որ մեր մոտ կա դեմոկրատիա եւ նրանք էլի ունեն
երկու լծակ, վերաքննիչ եւ վճռաբեկ եւ հաստատ գիտեմ որ նրանք նույնպես բողոք հարկելու են, որպեսզի հասնեն իրենց վերջնական նպատակին, իսկ դա հստակ նշվում էր փակել այլ անձանց այդ շփումները, փակել սոցցանցերից օգտվելը, թողնել միայն շփումները ընտանիքի անդամների եւ փաստաբանների հետ։ Այսինքն այդ լրացնելու փորձից նրանք չեն հրաժարվել եւ 9 ժամանոց դատական նիստը դա հենց այդ փաստն էր, որ ամեն կերպ փորձում էին աղավաղել իրականությունը, կարմիր դրվագ, ես կուղարկեմ ձեզ պատճենները, երբ որ նրանք նշում էին կոնկրետ անձնագրի համարը եւ ասում էին Փաստաբանը 3 անգամ նույն հարցը տվեց, ասեց, այս անձնագրի համարով դուք նշում եք, որ Արտակ Սարգսյանը եղել է Հայաստանում եւ ստացել է անձնագիրը։ Եվ նրանք ասեցին, այո, մենք գիտենք, եղել է, ստացել է Օվիրից։ Փաստաբանի հարցին, որ արդյոք արգրավել եք կամ դիմել եք, որ ձեզ ուղարկեն այդ Օվիրի առաջին ձևը դիմումը, նրանք ասեցին ոչ, բայց մենք գիտենք։ Հենց դրանից հետո 3 անգամ հարցնելուց հետո փաստաբանս, քանի որ արդեն ընտանիքս անձնագրերը բերել է արտերկրից, անձնագիրը տրամադրեց դատավորին, որի մեջ կար Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպանատան կնիքը, որ անձնագիրը ստացել եմ հենց դեսպանատնից եւ նշված օրը, որ իրենք ասում էին, այդ օրից 2 օր առաջ ես մուտք էի գործել Մողոլը եւ դուրս է եկել 2 շաբաթ հետո, այսինքն այդպիսի ես չեմ էլ վախենա ասել սուտ, որ նրանք ներկայացնում էին, հույս ունենալով, որ միգուցե անձնագրերը հանձնել եմ, իմ մոտ չի կամ միգուցե չկարողանամ բերել եւ նրանք էլ առաջի ձևը չեն տրամադրում, որ պարտավոր են փաստաբանի պահանջից հետո տրամադրել առաջին ձևը, այսպիսի շինցով Մենք արդեն տեսել ենք, որ այս իշխանության ձեռագիրն է դա, որ ինչ որ մեկին հենց տեսնում են մի քիչ sense ոտքի կանգնեց, ինչ որ բան է անում, որ ինչ որ իրանց լուրջ ֆիգուրա ներկայացնում, ուժ ներկայացնում, դատարանով վախեցնում են, ասենք տանում են, չգիտեմ, գործեր են կարում, չգիտեմ ինչ են անում, սրբազանները հիմա դատարանում են, ինչ եք կարծում, սա ինչի կարող է հանգեցնել եւ ինչ եք կարծում, արդյոք եթե մարդը պայքարող տեսակ է, դատարաններով կարելի է նրան լրացնել։ Ես մյուսների մասին չեմ խոսի, խոսեմ իմ մասին, որ ոչ դատարաններով լրացնել չի լինելու եւ կասեմ, որ ամեն բռնապետի վերջը հենց սկսվում է այդ պարադոքսով, երբ որ սա պարադոքս է անբացատրելի, բայց դա իրականությունն է, երբ որ բռնապետը փորձում է սահմանափակել խոսքի ազատությունը, նա առաջի հերթին ինքը իրեն է սահմանափակում եւ հենց այստեղից էլ բռնապետների վերջը գալիս են եւ բոլոր բռնապետները վերջի փուլում երբ որ հասկանում են, որ գնալու են, բռնաճնշումները ավելի են խստանում, ավելի են ուժեղանում, տարբեր տեսակի բռնաճնշումներ, դատարանը դա մի քիչ ավելի նուրբ ձևն է, մենք տեսնում ենք, որ ոչ միայն սրբազանների, այլ նույնիսկ փաստաբանների վրա են հարձակում կատարում, այսինքն մարդ, որ իր օրինական գործն է անում, նրան դատարանի դահլիճից դուրս գալուց հատուկ ջոկատայներով ձերբակալում են, մտնում են փաստաբանների գրասենյակներ եւ տանում են նրանց համակարգիչները, գաղտնաձայնագրում են փաստաբանի եւ պաշտպանյալի կամ մեղադրյալի խոսակցությունները եւ գալիս են նիստերի, ասենք, պատրաստ կամ փոխում են իրենց մեղադրանքների ձևերը, այսինքն լրիվ ապօրինություններ, եթե նրանք եկել են մի հիմնավոր կասկածով, հետո անմիջապես փոխում են, ոնց որ մեր գործը ձերբակալել են զենքի համար եւ մի օր հետո անմիջապես փոխում են այլ հանցակազմ են դնում կամ
մեղադրանք են դնում, երբ որ հարցնում ես, ասում ես մի օրվա մեջ ոնց եղավ, եւ նրանց պատասխանը լսում ես լավ ենք աշխատում հեգնանքով, այսինքն այդ լավ ենք աշխատումը ոչ թե ջանասիրության մասին է խոսքը, որ օրենքն է սահմանում, ճակերտներով։ Լավ ենք աշխատում, հենց շինում ենք մարդկանց վրա, հա։ Ինչ է կարծում, սա արդյոք չի խոսում Փաշինյանի վախերի մասին, արդյոք նա սրանով չի զգում, որ իր վախճանը մոտենում է ու սա իր վախերը չեն, նրա վախերից չի, որ այսպեսի քայլերի է դիմում, շինչ ու գործեր է կարում։ Այո, հենց ասեցի, ամեն բռնապետ, որ գալիս է զգում է, որ վերջը իր բռնապետության գալիս է, հենց դրանով էլ պայմանավորված է, ամեն բռնապետի վերջը լինում են ավելի խիստ բռնաճնշումներ, այսինքն դու սրանից այն կողմ էլ համարյա տեղ չունես քեզ թվում, ասենք իրավապաշտպաններին կամ փաստաբաններին բռնես, ձերբակալես իրենց աշխատանքը կատարելու համար կամ գաղտնալսես փաստաբանի եւ պաշտպանյալի հեռախոսազրույցները կամ մեկուսանում եղած զրույցները, որը որ օրենքը չի թույլ տալիս կամ արգրավես նրանց պաշտպանական գործողություն, ասենք սերվերները մտնես իրենց գրասենյակ արգրավես իրենց համակարգիչները սերվերները, որպեսզի ոչ միայն այս հանցանքի, այլ ասենք մյուսների վերաբերյալ էլ ունենաս տեղեկություն, այսինքն այն ամբողջական կոնտրոլ փորձը, կոնտրոլի, որ փորձեն մի գլխով այդ 8 ոտնուկի ձև ամեն ինչը կարգավորել, բայց իրականում միշտ արդյունքները ստացվում է հակառակ եւ ներկայիս վարչապետը շատ լավ գիտի, որ 26 թվականին գնալու է, չի ընտրվելու, հիմա ինքը ամեն ձև փորձում է ինչ-որ մի արբանյակի, մի կարգավորվող հանդիմության առաջ բերի տարբեր շարժումների տեսքով, որպեսզի գնալուց հետո, ասենք մենք հանդիսանալով երրորդ երկիր, ունենանք թեթև, ասենք, ինչ-որ մի գործ, երրորդ երկրներում ընդհանրապես իշխանափոխությունից հետո ինչ է կատարվում, կատարվում է, որ եկած իշխանությունը ձևական ինչ-որ գործեր է բացվում նախկին իշխանության վրա, եւ այդ գործերը իբր քննվում են, անցնում է 5 տարի, 10 տարի ոչ մի բան չի լինում, հետո ինքն է գնում, հետո իր վրա են գործեր բացում, ուզում ասեմ, նրա նպատակը հիմա այդ նույն ձեռագիրը շարունակի, որ իշխանության գա մի այլ դիմակավորված ԿՊ կուսակցություն, որը որ ժողովրդի խոստված, ասենք, վարույթները կսկսի ու չի ավարտի փախնիով չի հա ու ոչ մի բան չի լինի, այսինքն ժողովուրդը էլի խափվի եւ ժողովուրդը պետք է հասկանա, այստեղ ամենակարևորը ժողովրդի գիտակցությունն է, որի վրա մեծ ազդեցություն ունեք հենց դուք մեդիա դաշտը, ժողովուրդը պետք է հասկանա, որ ամեն անգամ նույն քայլերը անելուց դու չես կարող սпасել այլ ասենք հետևանք Եթե ժողովուրդը ամեն անգամ 30 տարվա մեջ անում է նույն քայլերը, ստանալու է նույն արդյունքը։ Հիմա մեր ժողովուրդը այսօր էլի ուզում է գնա 26 թվականի ընտրությունների նույն ձև։ Կեսը փողով ծախվի, կեսը բարեկամին լավություն անի, կեսը թաղի տղուն լավություն անի, գնա ընտրի նույն ձև ու սպասի այլ արդյունք, չի լինելու։ Եթե դու անում ես նույն գործողությունները, ստանում ես նույն արդյունքը։ Ոնց են ասում արդյունքը։ Հիմա եթե կոտրած տաշտակի առաջ են նստում։ Քաղցրը խառնում ես ջրի մեջ, քաղցր ջուր է ստանալու, աղն ես խառնալու, աղի ջուր է ստանալու։ Այսինքն, այստեղ ամենակարևորը այս 26 թվականին, եթե հասնում ենք 26 թվական, բան անենք։ Ժողովրդին իրազեկենք, որպեսզի ժողովուրդը վերջապես անի այլ քայլեր, որպեսզի ստանա այլ արդյունք։ Գործի հաջողության դեպքում դուք պատրաստում եք գնալ 2026-ի ընտրություններին։
Իհարկե ցանկալին մինչև 26 թիվն ավ որպեսզի այս իշխանությունները ու ճիշտ է գնան այո բայց մեր համար կա հստակ կարմիր գիծ որ հայ արյուն պետքա չթափվի մենք լավ գիտենք որ մեր թշնամին սահմաններից դուրս է մենք երկրի մեջ թշնամի որպես այդպեսին չենք տեսնում ենք մոլորված հասարակություն, մանիպուլացված հասարակություն, տարբեր, բայց թշնամի չենք տեսնում։ Իհարկե չեմ ցանկանում այդ ծրագրի մասին բարձրաձայնել, ինչպեսին պետք է լինի, որ ԿՊ-ն հեռանա մինչև 26 թիվը, եւ դա պետք է անենք այնպիսի ձևով, որ ԿՊ-ն չհեռանա ու չբերի իր արբանյակին, որը որ Միգուցե մենք այսօր էլ անենք, այսօր էլ կստացվի մեր մոտ, բայց արդյունքը լինելու է ԿՊ-ն գնա մի քանի այլ ԿՊ-ի դիմակով, ուրիշ դիմակով ԿՊ շարժումներ կամ կուսակցություններ զավթելու են այդ աթոռը եւ ժողովուրդը չունենա այլ ընտրանք եւ ժողովուրդը վաղը մեղադրի մեզ, որ այս ինչ պատուհաս բերեցիք մեր գլխին ավելի լավ էր թող այն մեկը մնար